Ես ուզում եմ դիմեմ այն քաղաքական գործիչներին, այն իշխանավորներին եւ այլը, որ իրենք հիմա, այսպես ասեմ, ակամա հայտնվել են մարդու դեմ իրականացվող ուղղակի դիվերսիոն գործընթացի մեջ էլեկտրոնային գործիքների միջոցով։ Իրենք հասկանան, որ պետք է երկու կարևոր սկզբունք կա, որ այդ սկզբունքների հիման վրա պետք է օգտագործվի ընդհանրապես տեխնոլոգիական առաջընթացը։ Ոչ թե ինքնամոռաց մտնենք այդ տեխնոլոգիական այդ ճահճի մեջ, այսպես ասած վտանգների այդ կրակի մեջ, այսպես ասեմ, այլ մենք պետք է ճիշտ խելամտորեն, խորագիտորեն օգտագործենք այդ ամեն ինչը, թույլ չտանք մեր վնաս տան։ Այդ երկու սկզբունքները հետևյալն են։ Դա մարդու ճշմարտություն, ազատությունն է, ճշմարիտ ազատությունն է, Աստծու կողմից տրված։ Այսինքն մարդու ինքը աստվածային սկզբունքներով իր կյանքը տնօրինելու, իր կամքը ազատ արտահայտելու, ինքնորինություն դրսևորելու, անկաշկանդություն դրսևորելու, պատվիրանների մեղքից դուրս շրջանակներում։ Սա եւ երկրորդը մարդու ֆիզիկական առողջության դեմ ուրեմն սպառնացող առողջությունն է եւ ֆիզիկական անվտանգությունն է ընդհանրապես անվտանգությունը մարդու, որ դա պետք է լինի կարմիր գիծ եւ չպետք է անցնել այդ գիծը։ Եթե հիմա էլեկտրոնային տոմսային համակարգը, միասնական տոմսային համակարգը տանում է բանը մարդու ազատությունների ոչնչացմանը, ինքը սահմանադրական նորմեր էլ է խախտում, ես ում չհասցրի ասեմ, եթե տանում է դրան, ումն է պետք է այդ տեխնոլոգիական տեխնիկայի ներդրումը, եթե դա կատարում է մարդու դեմ։ Հիմա դուք, ես դիմում եմ քաղաքապետարանի ղեկավարությանը, այս մոդելը, որի մեջ դուք գործում եք եւ որ դուք իշխանության եք, մոդելով նախատեսված է, որ կառավարությունները պետք է փոխվեն պարբերաբար հիասթափություն առաջացնելով։ Եվ դուք ինչքան էլ որ ցանկանաք ձգտեք երկար մնալ իշխանությանը, դա մոդելի մեջ է դրած այդ process-ը, դուք չեք մնալու երկար այդ իշխանությանը։ Եվ իշխանության անցնելու իշխանությունից հետո դուք տեսնելու եք, որ տրանսպորտում դրած էլեկտրոնային այդ միասնական համակարգը, որ դուք դրել եք, թե ինչ կարևոր դեր է խաղացել կանխիկ դրամը հանելուն եւ կանխիկ դրամը հանելուց հետո, որ դուք արդեն իշխանության չեք լինելու, այն ժամանակ ձեր վրա ռեպրեսիոն գործիքների կիրառման ժամանակ։ Դա այդ ինչ դեր է խաղացել, դուք ձեր դեմ ինչ եք արել, հետո տալու եք գլխների դուք ձեր կատարած որոշումների Իրանց դեմ թողանեին, իրանց մուրը, իրանց գլուխը, բայց ցավն է նա, որ ժողովրդի դեմ են անում եւ պետության դեմ։ Շնորհակալություն։ Մի բան էլ ասեմ եւ վերջ։ Ես ուզում եմ ուրեմն, քանի որ սա նաեւ այսպես ասած անաստվածության գործընթաց է,